Կիրակի ժամը 22-ին Սուրանկյան հերթական թողարկմանը դիտեք։ Վարելու իրավունքից զրկվածների հանդեպ կասկածելի ներողամտությունն ու երկակի ստանդարտների անթույլատրելիությունը, ինչ տարբերություն հարբած ղեկին նստողի եւ զինված քաղաքացու միջև եւ ինչպես են վարորդական իրավունքի վկայականը ձեռք բերում զարտուղի ճանապարհով։ Խմած են եղել։ Խմած վարորդին պետք է անմիջապես պատժամիջոցը հետևի, էլի փոխտու, էլի խախտի։ խախտվում են հավասարության եւ արդարության սկզբունքները։ Շատ դժվար է քննություն հանձնելը։ Այստեղ առկա են մի շարք կոռուպցիոն ռիսկեր։ Հիմա պետք է մի հատ ինչ-որ գիծ քաշել։ Հանրապետությունում տարածված հիվանդությունների կառուցվածքն ու օդի աղտոտվածության վտանգավոր հետևանքները, ինչու են հատկապես ոչ վարակիչ հիվանդությունները տարածում ստանում եւ որ գործոններն են նպաստում դրանց աճին։ Ինչ դեղեր է ստացել մեր հասարակությունը։ Հայաստանի Հանրապետությունում բարձի թողի վիճակում է։ Բոլորի հետաքրքիր ինչ դեղեր պետք է ստանան։ Քաղցկեղածին տարեր եւ մրգի եւ բանջարեղենի խմբում Տարբեր դատաբազաները, տարբեր տվյալներ հրապարակում։ Հիվանդությունները բացառապես անտեսված է։ Թրենդային մարզաձևերի կարգավորման անհրաժեշտությունը կամ մարզասրահներ հաճախելու վտանգները, ոչ լիցենզավորված մարզիչների հասցրած վնասն ու կառավարության առաջարկած ձևական հավաստագրումը։ Ինչ է անհրաժեշտ գեղեցիկ կարգված ունենալու համար։ Սա իհարկե սխալ տեխնիկան է, որ միշտ հետ էին քաշում։ Սկսեցին իրենց պահել բժիշկների պես։ Ստացվում է, որ թղթավաճառությունը խթանվեց։ Կունենաս ոչ թե գեղեցիկ մկաններ, այլ հաշմանդամության կարգ։ Մի քիչ ինձ համար դա էլ։ Վաղարշապատի դպրոցի հարևանության միջադեպի հետքերն ու նախկին պատգամավորի անչափահաս որդու մասնակցությամբ վթարի բացառիկ կադրերը, ինչու հարևանները չէին բացառում, որ կնոջը իրականում սպանել են եւ ինչու ուրախության արարողության մեկնողներից մեկը տեղ չհասավ։ Լստենա։ Օ, հետա։ Տարիքով մարդ կա, չէ՞։ Լավա երրագույնից բան չի։ Այդ մեն ծնունդի, հա։ Գյուղքանգնի գերանքը կոտրի է ճշմարտությունն ապացուցածներն ու կաթի տեղը երեխային ջորտվող կնոջ շնորհակալական խոսքերը, ինչպես է հավաքական ուժը փոխում մարդկանց կյանքը եւ ինչ մաղթեց ամբուժելի հիվանդությամբ տառապող 70-ամյա կինը։ Մայրիկս որ պատկերը տա, Տունս կվերանալոքեմ։ քույրիկս ունեցավ իր մահճակալը, Արդեն մեծ աղջիկս ունի իր համար պահարան, Կարողացան իրանց ամեն ինչով ապահովել։ դե շնորհիվ ես նոր հասկացա ինչ է բարիությունը։ շնորհակալություն եմ հայտնում ձեր կոլեկտիվին։ Ցավոտ հարցերի պատասխանները կգտնենք միասին։